Սիրիայում կառավարական ուժերի և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև երկշաբաթյա ինտենսիվ ռազմական բախումներից հետո կողմերը Ամերիկայի միջնորդությամբ հայտարարել են համապարփակ և անհապաղ հրադադարի մասին։ Համապատասխան պայմանավորվածությունը հաստատել է նաև Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան, ներկայացնելով 14 կետանոց համաձայնագիր, որը փաստացի ուղղված է Սիրիայի քրդերի ինտեգրմանը։ Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդին էլ իր հերթին ընդգծել է, որ քրդական կոալիցիան չի լուծարվելու։ Նա նշել է, որ քրդերն ընդունել են արյունահեղությունը դադարեցնելու համաձայնագրի պայմանները, սակայն Սիրիայի դեմոկրատական ուժերը չեն պարտվել և չեն քայքայվել։ Աբդին հավելել է, որ շարունակելու են պաշտպանել իրենց տարածքները։ Սիրիական պետական սանագործակալության հաղորդմամբ ըստ համաձայնագրի հրադադար է հաստատվում բոլոր ճակատներում և շփման գծերում։ Զուգահեռաբար քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի բոլոր ռազմական կազմավորումները պետք է դուրս բերվեն Եփրատի արևելյան ափ, որպես նախապատրաստական քայլ դրանց հետագա վերատեղակայման համար։ Դեյր ez-Զոր և Ռաքքա նահանգներն ամբողջությամբ անցնում են Սիրիայի կառավարական, վարչական և ռազմական վերահսկողության տակ, ներառյալ քաղաքացիական հիմնարկների կառավարումը և նավթագազային ենթակառուցվածքների վերահսկողությունը։ Փաստաթուղթը նախատեսում է, որ քրդերի Սիրիայի դեմոկրատական ուժերի ռազմական և ուժային կադրերը անհատական հիմունքներով կարող են ներառվել Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների համակարգերում անվտանգության ստուգում անցնելուց հետո։ Նրանց կտրամադրվեն զինվորական կոչումներ և նյութատեխնիկական ապահովում, միաժամանակ պահպանելով քրդական շրջանի ինքնության և առանձնահատկությունների պաշտպանությունը։ Կառավարությունը պատրաստվում է հետապնդումների չենթարկել այդ աշխատակիցներին, մարտիկներին և քաղաքացիական վարչակազմի ներկայացուցիչներին։ Հատուկ կետերով սահմանվում է, որ Հասաքե նահանգի բոլոր քաղաքացիական հաստատությունները ներառվելու են Սիրիական պետության վարչական համակարգում, իսկ բոլոր սահմանային անցակետերն ու բնական ռեսուրսներն անցնելու են կենտրոնական կառավարման վերահսկողության տակ։ Այդ կենտրոնների անվտանգությունը կապահովեն կանոնավոր զինված ուժերը։ Միաժամանակ Այն Ալ-Արաբ քաղաքն ազատվում է ծանր զինվորական ստորաբաժանումներից, որտեղ կձևավորվի ներքին անվտանգության ուժ տեղի բնակիչներից։ Համաձայնագրում ներառված է նաև նախագահական թիվ 13 հրամանագրի ողջունումը, որով նախատեսվում է քրդական բնակչության մշակութային և լեզվական իրավունքների ճանաչում։ Քրդերենին տրվում է ազգային լեզվի կարգավիճակ, Նովրուզը հայտարարվում է պետական տոն։ Նաև նախատեսվում է լուծել չգրանցված անձանց իրավական խնդիրներն ու վերականգնել նախորդ տասնամյակում կորցրած գույքի իրավունքները։ Սակայն չնայած պաշտոնական հայտարարություններին, իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Սիրիական քրդական ուժերը հայտնում են Սիրիայի հյուսիս-արևելքում իրենց դիրքերի վրա թուրքական օդուժի հարվածների մասին։ Ըստ քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ալ-Հասաքի հարավային հատվածում գտնվող Քեզվան լեռան շրջանին, որից հետո տարածքը ենթարկվել է նաև հրետանակոծության։ Քրդական կողմը նաև տեղեկացրել է, որ հետ է մղվել կառավարական ուժերի հարձակումները Ալ-Այյայի ուղղությամբ, նշելով, որ սիրիական բանակը կորուստներ է կրել։ Դամասկոսն իր հերթին մերժել է հրադադարի խախտման մեղադրանքները, պնդելով, որ իրավիճակն ապակայունացնում են քրդական աշխատավորական կուսակցության առանձին ստորաբաժանումներ և նախկին վարչակազմի կողմնակիցները։ Միաժամանակ համաձայնագրով քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերը պարտավորվում են Սիրիայի տարածքից դուրս բերել քրդական աշխատավորական կուսակցության այն ղեկավարներին և մարտիկներին, որոնք Սիրիայի քաղաքացի չեն։ Քրդական կողմի դիրքերն իհապես թուլացել են վերջին բախումների հետևանքով։ Նրանք կորցրել են նավթաբեր մի շարք կարևոր տարածքներ, հիմնականում կենտրոնանալով Ղամիշլիում, Հասաքեում և Քոբանիում։ Միջազգային աջակցության նվազումը ևս ծանրացրել է նրանց վիճակը։ Վաշինգտոնը վերջին շրջանում շեշտն առավել դնում է միասնական Սիրիայի գաղափարի վրա, իսկ Թուրքիայի գործոնը շարունակում է առանցքային դեր խաղալ քրդական հարցի փակման գործընթացում։ Այս ֆոնին Թուրքիայի քրդերը հավաքվում են Ռոժավայա սահմանի մոտ, հայտարարելով, որ պատրաստ են անցնել Սիրիայի տարածք պաշտպանելու իրենց քույրերին ու եղբայրներին։ Դիտորդների գնահատմամբ քրդական կողմը կանգնած է սահմանափակ ընտրության առջև, կամ ընդունել ինտեգրման պայմանները, ստանձնելով մշակութային և լեզվական որոշ արտոնություններ, կամ բախվել նոր պատերազմի վտանգին ավելի ծանր պայմաններով։ Սիրիայում քրդական հարցի շուրջ զարգացումները մտնում են վճռորոշ փուլ, որի հետևանքները կարող են էական ազդեցություն ունենալ ոչ միայն երկրի ներքին կայունության, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։